Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ այցելել է Ռուսաստան։ Այցի նպատակն էր մասնակցել Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի վարչապետները։ Նախ երկրների վարչապետները շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում ծանոթացել ներկայացված տեխնոլոգիական եւ արդյունաբերական արտադրանքին։ Հաջորդիվ տեղի է ունեցել Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ Հայաստանը վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում կայուն աճ է գրանցել։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում 13%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ։ Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են այն մասին, որ գնալով ավելի է մեծանում մեր երկրի որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ ընկալումը։ Նորարարական զարգացման մեր ռազմավարությունն է ապահովել կայուն աճ, հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ինտեգրումը եւ արժանի տեղ զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզի վրա։ Վարչապետը նաև անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական համագործակցության նշանակությանը, նշելով, որ արդյունաբերությունը շարժիչ ուժերից մեկն է նաև ԵԱՏՄ-ում։ Ինտեգրացիոն նպատակների իրականացման կարևոր գործնական գործիք դարձավ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Այս մեխանիզմը նպաստում է անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը, ստեղծելով բարենպաստ պայմաններ փոխշահավետ համագործակցության համար։ Իսկ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն իսկ մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ մի շարք համատեղ նախագծերի։ Նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ու Միխայել Միշուստինը երկկողմ հանդիպում են ունեցել։ Հանդիպման բաց հատվածում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստան այցը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեր առաջին արտասահմանյան այցն է։ Հույս ունենք, որ քվեարկության արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների բարեկամության փոխադարձ հարգանքի հետագա զարգացումը։ Չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանը, Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը եւ ներդրողը։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար եւ ապահովի նրանց իրավունքների եւ օրինական շահերի հարգումը։ Ի պատասխան Փաշինյանը ասել է, որ այս հանդիպումը շատ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը։ Ընտրություններից հետո, ինչպես ասում են, լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր եւ ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք դրանք։ Թե ընտրություններից առաջ, թե հետո մենք տրամադրված ենք շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք նաեւ շահագրգռված ենք Հայաստանի հետագա մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը եւ նրանով, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն բնականon ռեժիմով։ Մենք հանձնառու ենք բոլոր հարցերի, բոլոր նրբությունների կառուցողական քննարկմանը եւ պարզաբանմանը եւ հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր։ Ինոպրոմ 2026-ը միջազգային արդյունաբերական խոշոր հարթակ է, որն այս տարի համախմբել է ավելի քան 850 կազմակերպության։ Ազգային ցուցադրություններով ներկայացված են Ինդոնեզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղստանը եւ Բելարուսը։ Իսկ ցուցահանդեսին մասնակցում են նաեւ Վիետնամի, Հնդկաստանի եւ Չինաստանի ընկերություններն ու գործարար ասոցիացիաները։ Էլեն Խուդյան, Հորիզոն։